Ժամանակակից տեխնոլոգիաները մեծ թափով մուտք են գործում դպրոց։ Խոսքը միայն երեխաների ձեռքի սմարթֆոնների կամ դասի ընթացքում կիրառվող վիդեոպրոյեկտորների մասին չէ։ Կրթօջախները սկսել են կիրառել էլեկտրոնային մատյաններ, որոնք բազմաթիվ դրական կողմերից բացի հնարավորություն են տալիս այլ մարմիններին ևս մասնակցել դպրոցներում իրականացվող կրթության հսկողությանը։ Օրինակ, հնարավոր է լինում հսկել երեխաների հաճախելիության ցուցանիշները։ 2025 թվականին նույնականացվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած 84 անչափահաս, 24 թվականին 43-ն են եղել։ Ոստիկանության կողմից հայտնաբերվել են նաև պարտադիր կրթությունից դուրս չմնացած, սակայն ռիսկային գոտում գտնվող 310 անչափահաս եւ ուղղորդվել են համապատասխան մարմիններ։ Ոստիկանությունն այս անչափահասներին հայտնաբերել է դպրոցների էլեկտրոնային մատյանների ուսումնասիրության շնորհիվ։ Ուսուցման պրոցեսից 120 ժամ անհարգելի պատճառներով բացակայած երեխան համարվում է կրթությունից դուրս մնացած, իսկ ռիսկային է համարվում 1 ամսվա ընթացքում 10 աշխատանքային ժամ անհարգելի պատճառներով բաց թողած աշակերտը, նաև այն անչափահասը, որի ծնողը նրան հանել է դպրոցից, բայց չի գրանցել այլ դպրոցում։ Հիմա արդեն նույն ոստիկանության ծառայողներն են ստուգում այդ էլեկտրոնային մատյանները եւ բացահայտում։ Ստուգում են կոնկրետ մի աշակերտի ներկայությունը եւ տեսնում են, որ ինքը կողքի գյուղից պետքա գա այդ գյուղի դպրոցը եւ առաջի ժամին չի եղել, երկրորդ ժամին եղել է, երրորդ ժամին նորից չի եղել։ Արդեն սա դառնում է խիստ կասկածելի եւ այստեղ պետք է աշխատանքներ կատարվել, հասկանալ իրականում երեխան ընդամենը 1 դասի համար հաճախել է դպրոց, թե այդ երեխան իրականում ամբողջ օրը չի եղել։ Մասնագետները նշում են, որ դեռ բավականին թերի է դպրոց-ոստիկանություն համագործակցության մակարդակը։ Ոստիկանությունը բացահայտումների մի զգալի հատված, այդ թվում բացակայություններին կամ հենց նույն հանցագործություններին առնչվող սեփական ուժերով է անում։ Ուսումնական հաստատություններում կատարված իրավախախտումների վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից 25 թվականի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն է ուղարկվել 9 միջնորդություն։ Որոշ դպրոցի տնօրեններ մտածում են, որ եթե խնդիր պարզվի դպրոցում, դա բացաբար կարող է անդրադառնալ դպրոցի վարկանիշի վրա, կամ կարող է դա հանգեցնել նրան, որ դպրոցը ունենա ինչ-որ խնդիրներ ծնողների կամ աշակերտների հետ կամ պետական կառույցների հետ, եւ որոշ իրավիճակներ փորձում են հարցվել չբարձրաձայնելով դրա մասին։ Անչափահասների կրթական պրոցեսից դուրս մնալու պատճառները տարբեր են։ Որոշ դեպքերում դա ընտանիքի հետ է կապված, որոշներում խնդիրը սոցիալական է, իսկ առանձին դեպքերում էլ պատճառը հենց երեխան է, այսինքն կրթօջախը, որը չի ցանկանում աշխատել տվյալ անչափահասի հետ։ Օրինակ ծնողը կանչվում է դպրոց, ասում են, որ շատ բացասական վարքագիծ դրսևորող երեխա է, մենք իր հետ կոնֆլիկտ ունենք, խնդիր ունենք, ավելի լավ է դուք դիմում գրեք, տարեք ձեր երեխային, որ մենք իրան չհեռացնենք։ Իսկ եթե օրինակ երեխան դիտվում է որպես խնդրահարույց, մանկավարժական այդ համույթի տեսանկյունից եւ երեխային հանում են դպրոցից, մեկ ուրիշ դպրոցն անում է նույն խնդիրն ա լինում, շատ հնարավոր է ծնողը արդեն 3-րդ կամ 4-րդ դպրոցը չտանի։ Իսկ ինչով է սա խնդրահարույց։ Այսինքն այն, որ կրթության պրոցեսից դուրս մնացած կամ ռիսկային երեխաների թիվը գնալով մեծանում է։ Հարցն այստեղ միայն այն չէ, որ վաղը չեմիսօրը դպրոց չհաճախած մարդը չի գտնելու նորմալ աշխատանք բավարար գիտելիքներ չունենալու պատճառով։ Նախ մինչև այդ նա պետք է անվնաս հասնի հասուն տարիքին, իսկ փորձը ցույց է տալիս, որ զբաղվածություն չունեցող անչափահասը դառնում է բացասական տարբեր երևույթների ազդեցություն կրող, քրեական ենթամշակույթի կրող, թմրանյութեր օգտագործող, մանր, հետո ավելի ծանր հանցագործություններ կատարող եւ ի վերջո անչափահասը հայտնվում է հասարակության հետ բարիկադի հակառակ կողմում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։